Մարդ, որի ապրած յուրաքանչյուր տարին անմիջական կապ ունի Հայաստանի նոր ու նորագույն պատմության հետ։ Վլադիմիր Մովսիսյանի կամ ինչպես մտերիմներն էին ասում Միհրանիչի պարագայում, պետական, քաղաքական, հասարակական գործիչ ձևակերպումը սոսկ արարողակարգային չէ։ Ինչպես Սոս Սարգսյանն է մի առիթով ասել. ժայռի պես իմաստուն ու աներեր մարդը միշտ պատասխանատու տեղում էր խորհրդային ու անկախ Հայաստանի համար կարևոր եւ շրջադարձային պահերին։ 1975-ից 90 թվականներին վարելով պետական եւ կուսակցական բարձր պաշտոններ, նա լուրջ ներդրում է ունեցել երկրի զարգացման գործում։ Կենսագրության այս հատվածում շատ ուշագրավ մի դրվագ կա։ Վլադիմիր Մովսիսյանի շնորհիվ 1984 թվականին Հայաստանին է վերադարձվել Ադրբեջանի կողմից զավթված 14451 հեկտար հող։ Խոսքը դեռ 1920-ականներին սկիզբ առած սահմանային արոտավայրերի շուրջ վեճի մասին է։ 1941-ին ԽՍՀՄ պաշտպանության պետական կոմիտեի որոշմամբ ժամանակավորապես Հայաստանից Ադրբեջանին էր տրվել 160,000 հեկտար ամառային արոտավայր ռազմաճակատի մսամթերքով ապահովելու նպատակով։ Պատերազմից հետո Ադրբեջանը մերժել է վերադարձնելու պահանջը։ Խնդիրն ի վերջո լուծվել է ՀԽՍՀ Մինիստրների Սովետի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Մովսիսյանի ջանքերի գնով։ Նա անգամ մահից է փրկվել։ Ադրբեջանցիները իրան պահեցին Ադրբեջանում եւ տապորը վզին դրած ուզում էին, որ ինքը ստորագրի, սպառնալով իրան, որ ինքը ստորագրի այդ փաստաթղթի տակ, որ մենք պահանջ չունենք սահմանային, բայց հետո ինքը մինչև վերջ դիմացավ, հաջորդ օրը, երբ որ Կենտկոմից իմացան, որ ինքը այդպիսի ծանր վիճակում է Ադրբեջանում, հետո նրանք համաձայնվեցին եւ ստորագրելուց հետո 15,000 հեկտար նոր հողեր եկավ։ Յուրի Ջավադյանը Վլադիմիր Մովսիսյանի հետ աշխատել է 86 թվականից, ինչպես ինքն է ասում, մինչև 3 չէ առաջին օրը։ Հիշում է ընկերոջ կենսագրության հուզիչ դրվագները, 88-ի երկրաշարժ, երբ ծնունդով սպիտակցի ու հարազատներ կորցրած Մովսիսյանը սեփական ցավը մոռացած աղետի հետևանքներն էր վերացնում։ Բավականին մեծ թվով հարազատներ իր հարազատներից մահացել էին, ինքը թողնելով զբաղված էր ընդհանրապես երկրաշարժից տուժածների օգնության եւ վերականգնման աշխատանքների մասին էլի մոռանալով ամեն ինչ գիշեր ու ցերեկ աշխատում էր։ 1990 թվականին Հայաստանի համար ամենադժվարին ժամանակահատվածում Վլադիմիր Մովսիսյանը միաձայն ընտրվում է ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար։ 91-96 թվականներին ղեկավարում է փախստականների հարցերի պետական վարչությունը։ Վլադիմիր Մովսիսյանը եղել է նաև Գեղարքունիքի մարզպետ, գյուղնախարար, 1999-ից 2004 թվականներին վարչապետի խորհրդական, 2004-ից անտառների վերականգնման եւ զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենն էր, 2008-ից նախագահային առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահը։ Հայաստանի ջրային ռեսուրսների հարցով ինտենսիվ զբաղվում էր նաև խորհրդային շրջանում, հիշում է գործընկեր Ալեքսեյ Թարվերդյանը։ Վլադիմիր Մովսիսյանի նախաձեռնությամբ եւ անմիջապես մասնակցությամբ այն ժամանակ ընդունվեց միութենական կառավարության որոշումը 16 ջրամբարների շինարարության մասին։ Կյանքի վերջին տարիները կապված էին ազգային հարստություն Սևանը փրկելու աշխատանքի հետ։ Հենց Մովսիսյանի ղեկավարած հանձնաժողովը մշակեց ու իրականացրեց լճի մաքրման ու ջրի մակարդակի բարձրացման ծրագիրը։ Լրագրողները զարմանում էին, թե ինչպես էր կյանքում շատ բան տեսած, հարուստ կենսափորձով 89 մոտ մարդը երեխայի պես ուրախանում Սևանի մակարդակի յուրաքանչյուր բարձրացած միլիմետրի համար։ Տարիների փորձով նաև նորաստեղծ հանրային խորհրդին էր օգնում։ Իր ծանրակշիռ եւ խոհեմ առաջարկություններով կարողանում էր ճիշտ ուղղությամբ վերադնել մեր բոլոր լուծումները, որոշումների ընդունումը։ Հայրենի պետությունն ըստ արժանվույնս գնահատեց Վլադիմիր Մովսիսյանի վաստակը։ Խորհրդային բազմաթիվ շքանշանների արժանացած պետական գործչի համար թերևս ամենակարևոր պարգևը 80-ամյակին էր՝ անկախ Հայաստանի պատվո շքանշան։ Քայլող լեգենդ, պահանջկոտ, սկզբունքային, աշխատող մարդուն գնահատող, մեծ հումորի արտակարգ հիշողության տեր։ Վաղեմի ընկերներն ասում են, որ Հայաստանի ամենահեռավոր գյուղի կոլտեյության ղեկավարին անուն ազգանունով էր հիշում։ Ավելի լավ է ամեն օր մի փոքրիկ մոմ վառել, քան առավոտից մինչև երեկո անիծել խավարը։ Այս սկզբունքով Վլադիմիր Միհրանիչն ապրեց կյանքի բոլոր օրերը։ Նրա աշխատանքի արդյունքը Հայաստանում ամենուր է։ Ադրբեջանցիներից փրկած հողերից մինչև վերականգնված աղետի գոտի, տասնյակ ջրամբարներից մինչև փրկված Սևան։ Արկադի Գրիգորյան, ժամը լրատվական։